Սիրելիներս ողջույն, ինչպես եք, ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, ժողովուրդ նախորդ զգուշացնում եմ, որ աղմուկ լսեք, իմացեք, որ մեր այս ամբողջ թաղամասով վերականգնողական աշխատանքները բոլոր շենքերը սիրունացնում, գեղեցկացնում են, VIP թաղամաս են սարքում, ամենայն անկեղծությամբ։ Ինչ էի ուզում ասեի, այսօր էլ լինելու խոհանոցային վլոգ, քանի որ նախորդ վլոգում չավարտեցի եւ իհարկե այնպես չի որ դա նույն օրն է, սա հաջորդ օրն է, այնպես որ հաջորդ օրն ենք պատրաստում կաղամբով սալատը, բայց լինելու է իմ բաղադրատոմսով եւ իհարկե որոշեցի հավի կրծքամսով կոտլետ պատրաստել, մեկ անգամ արդեն պատրաստել եմ մեկ այլ բաղադրատոմսով, հիմա մեկ այլ բաղադրատոմսը ասեցի ու հիշեցի, որ ձու չեմ վերցրել, ձուն վերցնեմ գամ։ Մեզ նաև անհրաժեշտ կլինի ձու։ Հավի կրծքամիսը բլենդերով եմ խփել, մսաղացով չեմ աղում, բլենդերը գնել եմ Lidl-ից, եթե ապրում եք Եվրոպայում եւ ունեք Lidl խանութ, Silver Crest բլենդերն է, շատ լավն է, ինքը ապակուց է, իրոք շատ լավն է։ Այստեղ ուրեմն հավի կրծքամիսն է, կարտոֆիլ եմ ձոր կարել, մի քիչ գույնը արդեն մուգացել է, մինչև այս կոմարեցի, գույնը մուգացավ, երկու հատ բավականին մեծ կարտոֆիլ է, 3 թե 4 միջին չափի կրծքամիս է, կարտոֆիլը գնում է այստեղ, նաև սոխ է բլենդերով խփած եւ սխտոր, կես սոխ եմ արել, երկու հատ միջին չափի սխտոր, հա, ուզում եի հիշեի սոխ թե սխտոր, ահա, այստեղ համեմ է, մանր կտրատված, սա էլ է գնում այստեղ, իհարկե ձուն, որ ասեցի, ձուն էլ է գնում այստեղ, եթե վստահ չեք ձվի թարմության վրա, ուրիշ ամանի մեջ կոտրեք, հետո նոր լցրեք ընդհանուրի մեջ, այս ամեն ինչը այսա խառնելու եմ և հետո ավելացնելու եմ պաքսիմատ չորահաց, երևի թե հայր է։ Հիմա անում ենք և երկու հատ կոմենտարիայի եմ արանքում պատասխանելու, գիտեք, որ մեր ֆորմատը խոհարարական չի, մեր ֆորմատը ընդհանուր է, նենց որ մի երկու հատ կոմենտարիա կա, որոշեցի այդպես պատասխանեմ, որ շատ ձեր գլուխը չտանեմ, համել բաղադրատոմս ցույց տամ, ահարեցի, ստեղ սիբուլետ է, Lidl-ից եմ նորից գնել, շատ լավն է ժողովուրդ, եթե ապրում եք, էլի ունեք Lidl, ապրում եք իհարկե, բայց եթե ունեք Lidl, այս սիբուլետից արեք, չեք փոշմանի, չորացրած կանաչ սոխ, ասեցի, սև պղպեղ ենք ավելացնում, իհարկե, շատ չէ, որպեսի գույնը չմքացնի, կարմիր կծու, չգիտեմ ոնց կասեն, կարմիր կծու բիբարի, կարելի ասել կաշվից պատրաստել, կաշվից չէ, ինչ եմ ասում, կեղևից, մի խոսքով հասկացաք, հա, այս էլ սովորական պապրիկա է, քաղցր կարմիր բիբար, այս ամեն ինչը հիմա մենք խառնում ենք արագ-արագ և ուղարկում ենք դուխովկա, քանի որ ես 1 ժամից աշխատանքի եմ, այո, 1 ժամից, և շատ ժամանակ չունեմ, հավի կոտլետները պատրաստում եմ դուխովկայում, ընդհանրապես կոտլետները արդեն երևի թե տարուց ավել է, միշտ պատրաստում եմ դուխովկայում և չեմ փոշմանում, քանի որ ինձ հիմա լավ արագ է լինում, երկրորդն էլ դուք ասեք, աջ ու ցավ ոչինչ չի թռնում, իսկ մենք կանայք սիրում ենք, չէ՞ որ ամեն ինչ մաքուր լինի, հնարավորինս պահպանենք մաքրությունը, սա պաքսիմատն է, այստեղ սա պաքսիմատն դեմը, ձեռնոցը լվանանք, քանի որ չգիտենք ձեռնոցը որտեղներով է անցել մինչև հասել է մեզ, ու այս ամեն ինչը խառնում ենք։ Կարող եք նաև ավելացնել այս ամեն ինչի մեջ ձոր կարած գազար, ես անում եմ այդպես, բայց սիրելիներս, քանի որ սալատ ենք պատրաստելու, մեր սալատի մեջ գազար է գնալու, ասեցի լավ, մի քիչ շոտ չի լինի գազար ընդե, կդառնենք նապաստակ։ Իմ հումոր էր իհարկե։ Ով հասկացավ, հասկացավ, ով չհասկացավ, թերթի էջը սանսնի, Всё, այսի խառնեցինք, այսա մի քիչ իհարկե կանենք սուխարի պաքսիմատ
չորահաց, ոնց ուզում եք կոչեք, ով որ լեզվով խոսում, ով որ լեզվով ավելի լավ է ընկալում։ Ինքը սենց է, հələ որ ջրի կոտանեք, դրա համար զգուշությամբ ես ավելացնում եմ, չոն ասում, 100 գրամ, 100 գրամը չկա, 50 գրամ, աշկաչափով ժողովուրդ, տես բաներ աշկաչափով ենք պատրաստում, թխվածք չի, որ գրամներով պատրաստենք, կարևորը, որ գիտենք ինչա մեջ է գնում, խնդրեմ չասեք մենակ բաղադրատոմսը գրի, որովհետև բան չկա բաղադրատոմս գրելու, խառնում եք իրար, պատրաստա, հոտը արտակարգա, ավելացնել ինչ-որ մի բաղադրիչ կամ պակասացնել դուք եք որոշում, всё, պատրաստա, հիմա անցնում ենք հաջորդ էտապին, աղա ուզում, այս աղա, ինքան դժվար է գալի, շատ աղել պետք չի անել, որտեղ կոպետը չգիտեմ ինչի, ինձ թվում է, որ տեսեք, երբ որ էփում ես, ժամինին է, երբ որ էփում ես, տեսեք բան ա լինում, աղի անում է ժողովուրդ, ժողովուրդ, յուղաթերթիկը փռեցի, վերևից մի քիչ կարակ եմ կտրում դնում, ուսիլով ձիգ ձեռնոցա, բայց հարմար է շատ, ձեռքիցը չի սղում ես կողմերքում, ավելավա տենց, քանց թե խուլ հավատացեք, յուղաթերթիկը փռեցի, եթե չեք ուզում կարակ չփռեք յուղաթերթիկ, արագ-արագ կոտլետները անում ենք, չափսերը դուք որոշեք, միջին չափ եք ուզում, մեծ եք ուզում, փոքր եք ուզում, ես մի քիչ մեծոտ կանեմ, նախ որ ավելի սենց հյութեղ լինի, սոչնի, հայրեն ասած, ձերքս թրջում եմ ջրի մեջ, որտեղ հավի միսը կպչոնության սովորություն ունի, որպեսի չկպչի ձերքերիս, այս չափի սենց, մի քիչ, կիևսկի կոտլետի ֆորմա ենք տալիս, շատ չենք տափակացնում, որ տափակացնում եք, ինք ավելի չոր է ստացվում ժողովուրդ, որ մի քիչ կալորիկ եք թողում, ինքը ավելի հյութեղ է լինում, սոչնի, juicy, մեկը գրել էր ասում է, նայում եմ, բայց նենց եմ ներվայնանում ձեր ձևերից, ասենք որ ներվայնանում ես, ինչ ես նայում, ազիզ ջան, մի նայ, կամ ձևերը որն է ժողովուրդ, որ ասենք ասում խոսում ես, ծիծաղում ես, կամ ինչ-որ կատակ ես անում, կամ ինչ-որ հումոր ես անում, դրա ձևերը որն է, ամենակ մի ձևի է, մարդկը շատ հանգիստ է, շատ քիչ է խոսում, հեզիկ, նազիկ, հա, կա այդ տեսակ մարդ, որը որ նորմալ է, կա, որ ասենք օրինակի համար չոր կոպիտ, Գիտլերի նման են խոսում, դա էլ է նորմալ, իմ այդ մարդն է տենց է, դուրդ գալիս է շպվի, դուրդ չի գալիս, մի շպվի, եթե ասենք ինչ-որ բարեկամ հարազատ է, այդպես ասեմ։ Կա իմ նման, որ ասում, խոսում, ծիծաղում, կատակ անում, ինչի՞ չէ, մի քիչ թիթիզություն ունի իր մեջ, էդի փոքրուց է գալի, բայց ձևիկ, ձևավոր չեմ, էդի հաստատ, ոնց կամ տենց եմ, այ հենց հակառակը, որ ձևիկ լինեի ու ձև տայի ինձի, կիմանայի, ասենք, ոնց ինձ ավելի ինձ պահեի, որ բոլորի աչքի լույսը լինեի, չնայած, հո մենք փող չենք, որ բոլորի աչքի լույսը լինենք, բայց ինչ վերաբերվում է ձևեր թափել, հաստատ ձևեր չեմ թափում, եթե չեք հաճելի չի նայելը, եթե ներվայնանում եք իմ ասել, խոսալուց, ծիծաղալուց, չգիտեմ, դա բան կա TikTok-ում աղջիկ կա, անունը չեմ հիշում, ախպեր ջան, չես ուզում մի նայի, քորիկ ջան, չես ուզում մի նայի, ասենք մի քիչ ծիծաղալու է էդի, ես գիտեմ, ես քանի օրը ժողովուրդ, ես ձեր գլուխը տանում եմ կոմենտարյաներով, բայց դա էլ է պետք հասկանում եք, ես ձեզ հետ կիսվում եմ, այն ինչ որ ես այդ օրը կարդացել եմ կամ զգացել եմ կամ չգիտեմ, այդ էլ է պետք, որովհետև ճիշտ է, հիմնականում բոլորդ էլ շատ լավն եք, իրոք,
բայց կան մի քանի հոգի, որ ասես գալիս են, մի հատ անկապ մի բան գրում են, ասենք իրանց են վերնագրում իմ կոմենտարիայի պատասխաններ, ինչի, որտեղ ես գիտեմ, որ իրանք ներվայնանալով թեկուզ նայում են, ասենք հենց հիմա ես գիտեմ, որ իրանք ներվայնանում են իմ ասածից, խոսացածից, բայց իրանք մեկը նայում են, ասենք եթե նայում եք, էլ իմաստը որն է նայելու, ու հերիք չի մի հատ էլ նայում եք, դա չեք ալարում կոմենտարիա եք գրում, ժողովուրդ, այդքան պարապ եք, որ չսիրած վլոգերին նայեք, ու մի հատ էլ կոմենտարիա գրեք, եղավ 10 կոտլետ, բա, ես հիմա դնեմ ենքում, հանում ենք մեր ձեռնոցները, հեսա բերեմ մի հատ կարակ դնեմ դրեն, ու ուղարկեն դուխովկան դրել եմ ժողովուրդ գրիլի ռեժիմի վրա, մենակ վերևից է կարմրացնելու, հետո կշրջենք հակառակ կողմն կկարմրացնի 240 աստիճան։ Սա անենք արավ, նոր հետո անցնենք սալատի, նոր հետո անցնենք բուն թեմայի կոմենտարյաների, որտեղ այդ կոմենտարյան, որ ես նոր ասեցի, դա ինքավոր արանքում ասեցի։ Սա մի փոքրիկ կտոր, այս չափի, ամեն մեկի վրա եմ դնում, ու ինք արդեն ձգվելուց տարածում է, համ նատալի համով, համ հյութեղ է դարձնում, համեն ինչի չէ, քանի որ հավի կրստամիսը գիտեք, բան չունի իրան, յուղենություն, մի փոքր կարելի է կարել, բայց եթե որոշել եք ընդհանրապես ձեր կառուցված կազմվածքին հետևել, կարող եք ընդհանրապես չավելացնել, ես որոշել եմ, բայց չեմ հետևում, հետ ուզում եմ, բայց չի ստացվում։ Всё, կարակը դնենք ընդեղ ու սկսենք։ Ժողովուրդ, ուրեմն կաղամբը նախորոք կտրատել եմ, գազարը նախորոք կտրատել եմ, լոլիկը նախորոք կտրատել եմ, սոխը նախորոք կտրատել եմ, պետրուշկան, մաղադամոսը նախորոք կտրատել եմ, մեզ մի հատ էլ պետք կլինի լիմոն և աղ, մի քիչ սև բիբար, մնացած բաները մեզ պետք չեն ստեղ, այնպես որ արանքից հանում ենք, որպեսզի մեզ չխանգարի։ Մեկ վայրկյան, ուրա հեռախոսը։ Ուրեմն կարդում ենք կոմենտարիա ու դրա հետ մեկտեղ համ անում ենք, համ քննարկում ենք։ Եկեք կարդամ ու ձեռնոցս հագնեմ։ Ինչ ասես դուրհել է։ Էսի այնիս հեռախոսը պրոստը սկրին եմ արել, որպեսի գրելա Անայիսը, հավատացեք վատ կոմենտարիա չի գրել, բայց ուզում եմ պատասխանեմ, Սերինե ջան, գնահատում ենք ձեր որոշ հատկանիշները, տնարար, ստեղծող, բայց տեսնելով ձեր կյանքը, այն բացառապես կենցաղ է, նույնիսկ պտույտների պարագային, այդ պահը որ ճիշտ ասում, չհասկացա, պտույտների պարագային շեշտը ուտելն է, սա մեր հայկական բլոգինգի հիմնական կոնտենտն է, ցավոք դուք միայնակ չեք, ուղղակի երբ ասում եք, թե ձեր պատկերացումը ձեր երեխաների կյանքը Հայաստանում, չեք պատկերացնում ձեր երեխաների կյանքը Հայաստանում, ուզում եմ նշել, որ ձեր երեխաները մեծ հաշվով չեն օգտվում Ֆրանսիայի հնարավորություններից, խոսքս կրթության մասին է, մշակութային կյանքից լրիվ կտրված են, միայն առօրյա ծախսերն եք, մի քիչ շատ անում, դրա համար հայրենիքից կտրվելը, անիմաստ է, չնեղանաք, ուղղակի իրականությունից կտրված լինելը ձեզ է խանգարելու։ Հիմա ես անդրադառնում եմ Անայիսի կոմենտարային, ինձ թվում է կամ Անայիսը նոր է միացել իմ ալիքին ու այդքան էլ տեղյակ չի մեր ընտանեկան որոշ բաների, երևի թե ես անդրադառնամ այսպես, Անայիս ջան, ես ձեր գրածից չեմ նեղանում, բայց ձեր գրածից համարյա կեսը սխալ կարծիք է մեր մասին,
Այսպես, մեկ պրոպետ ձերքս լվանը։ Սկսեմ նրանից, որ ես ասել եմ, որ երեխաները չեն կարող, չեն պատկերացնում մեր երեխաներին Հայաստանում ապրելիս, որովհետև ոչ թե իրանք ինչ-որ մի ճոխ կյանք են այստեղ վարում, որը Հայաստանում չեն կարող ունենալ, հակառակը մեր հայերը, որ գնում գալիս ենք, տեսնում ենք, գրպանից ավելի լայն են իրանց ոտքը, յորղանից լայն, հա, ոնց են ասում, ավելի լայն են գցում և օգտվում են ամեն ինչից, հլը մի բան էլ առավել, քանց թե Եվրոպայի ժողովուրդը, դա աղ եմ անում, դա մեկ, դա դրա մասին չէր խոսքը, գումարային առումով չէր խոսքը, այս զուտ սովորությունների, զուտ ստեղի ապրելակերպը տարբերվում է, ստեղի ժողովուրդ ավելի հասարակ են, ստեղի ժողովուրդ ավելի շեշտը դնում են իրենց կյանքի վրա, ոչ թե ցուցադրելու վրա, ոչ թե որ ինչ-որ կողքի հարևանին, բարեկամին կամ չգիտեմ ում ինչ-որ մի բան ապացուցեն, այդ տեսակետից ու ստեղի Եվրոպային մի քիչ ուրիշ ձև է, եթե դու ուզում ես ինչ-որ մի բանի հասնես, այնպես չի, որ դու անպայման պետք է ունենաս ծանոթ բարեկամ կամ կաշառես, հա? Ստեղ մի քիչ ուրիշ ձև է, ստեղ դու շեշտը դնում ես քո հնարավորությունների, դա նշանակում է քո գիտելիքների և քո ուժի, հա? Դա դրա մասին էր խոսքը։ Երկրորդը, որ դուք ասում եք, որ իմ երեխաները չեն օգտվում կրթությունից, ասենք դուք ինչ գիտեք իմ երեխաները կրթվում են թե չէ։ Սկսեմ առաջի մեծ աղջկանից։ Նա սովորել է գերազանց և ավարտել է դպրոցը։ Գերազանց սովորում է ինստիտուտում։ Ապագա հոգեբան է, որը որ ունենալու է նաև իրավունք, ոչ թե հնարավորություն, դիագնոզ դնել, եթե երեխան աուտիստ է և դիագնոզ դնել IQ-ի վերաբերյալ, այսինքն ինքը ունենալու է այդ սերտիֆիկատը, որի միջոցով ինքը կարող է մարդու IQ-ն ստուգի, եթե գիտեք դա ինչ է, հասկանում եք, ինստում է գիտեք, ահա, գնում է նա թանգարաններ թե ոչ, ապա ասեմ այո, նա շատ հաճախ է գնում ու շատ է սիրում, հատկապես Լիոնի թանգարանները, նա շատ հաճախ է հաճախում, ինչու, որովհետև որպես ուսանող անվճար է իրենց համար, այսպես, չհաշված մնացած միջոցառումներին, որոնք իրանք հաճախում են։ Պատասխանեմ այդպես, դուք չգիտեք մեր երեխաները, բացի այս կամերայից այն կողմ, ինչ են անում։ Ասենք այտենց մի անգամից դեր կարծիք հայտնել այնպես, որ ոնց որ դուք եք մեր տանը բնակվում, դա մի քիչ սխալ է։ Հատկապես մեծ աղջկաս կյանքը ոչ մեկ չի տեսնում, ապրելը չի տեսնում, որովհետև նա չի սիրում նկարահանվել։ Օգտվում է նա Ֆրանսիայի բարիքներից, ասեմ ձեզ 100% լիարժեք, թե գիտելիքների առումով, թե հանգստանալու առումով, ընդհանրապես նա լիարժեք վայելում է իր եվրոպական կյանքը, այսպես ասեմ։ Ինչ վերաբերվում է Սամոյից, ըստ տարիքի եմ գնում, մեր տղայի։ Սամոս սովորել է, ավարտել է, հիմա իհարկե աշխատում է և դրա հետ մեկտեղ օգտվում է նաև Ֆրանսիայի բարիքներից, երբ որ ունենում են երկար weekend է կոչվում, long weekend, ինքը հիմնականում իր ընկերուհու հետ գնում են մեկ այլ քաղաք, ճամփորդում են, նոր վայրեր են բացահայտում, որը որ դուք իհարկե չեք տեսնում, քանի որ երբ որ ես բլոգ եմ անում իրանք ինձ հետ են, իհարկե դուք տեսնում եք, բայց ինչը որ չի մտնում իմ բլոգի մեջ, դուք չեք տեսնում, ու ես չեմ պատրաստվում ինստեղ դիվանում ու կոպիտ ասած աչոտ տամ, թե իմ երեխեն այսօր ուր գնաց ու ինչ արեց, սա կաղամը լավ ճզմեցի, տեսակ, հիմա գազարն եմ ավելացնում։ Ահա, փոքրիկը դեռ հլը դպրոցը կարելի ասել չի ավարտել, միգուցե 2 տարի էլ հլը մնա, որ լիարժեք ավարտի, կտեսնենք ըստ իր մասնագիտության, որտեղ ուզում է դառնա վայրենի ոստիկան։ Փոքրիկն էլ նույնպես իր հնարավորությունների չափով, թե մենք ենք ինչ-որ հետտեղ մեզ հետ տանում, թե ինքն է ինչ-որ ընկերներով դուրս գալիս, թե ֆիլմ դիտելու, թե օրինակի համար բան չի գնում, մուզեյ չի գնում, թանգարան չի գնում, էդի հաստատ, այդպես ասեմ։ Օգտվում են լիարժեք իրանց իրավունքներից, ու շատ իրավունքներ ունեն հատկապես ուսանողները, շատ, որը չունի Հայաստանը, ես վստահ եմ։ Սա այսպես, ինչ վերաբերվում է, որ դուք խոսում եք, մեկ վարքյան պատուանը մի քիչ բացեմ, որ դուխով կամ բաց է, շոկ է տալիս։
Ինչ վերաբերվում է, ոյ ողմուկա, բայց ներող եղեք։ Մեր հայկական վլոգինգին, որ դուք ասում եք, ու հատկապես նաև կոմենտարիա կար, դուք չեք գրել, մեկը գրել էր, այս Եվրոպայի հայերը մենակ գիտեն խանութ գնալ ու ուտել։ Նախ սկսենք նրանից, անկախ նրանից, որ աշխարհի մասում էլ որ ապրենք մենք ընդհանրապես մարդ տեսակներս, ոչ թե հայ կամ ինչ-որ մեկ այլ ազգ, սովորություն ունենք ուտելու ժողովուրդ։ Մենք չենք կարա չուտենք, էլի ռոբոտ չենք, մեզ զայրատկայի չենք դնում, մենք ուտում ենք, սնվում ենք։ Ինքնըստինքյան, եթե գնում ես խանութ ու դու առևտուր ես անում, դա նորմալ երևույթ է, անկախ նրանից, որ երկրում է, որ դու ապրես։ Լոլիկն եմ ավելացնում։ Հա։ Եվ իհարկե, քանի որ ես վլոգ եմ անում, ես ցույց եմ տալիս նաև այն, որ մենք գնում ենք խանութ եւ առևտուր ենք անում։ Մեր մշակութային ինչ-որ հաճախել ինչ-որ տեղեր, այո, լինում է, որ մեր հայկական ֆիլմերը գալիս է Հայաստանից Ֆրանսիա, կոնկրետ Լիոն քաղաք, որտեղ մենք Լիոնում ենք ապրում, որը որ ապահովում է մեր Մելին են շատ սիրելի, մենք մեծ հաճույքով գնում ենք, դիտում ենք եւ իհարկե դրանով աջակցում ենք մեր հայկական արտադրանքին։ Դա մեկ։ Ես ունեմ նաև իմ ալիքներ, որ ցույց եմ տվել մեր հայկական բարի դպրոցը, Մովսիսյան դանս ստուդիա։ Երեխաների հետ ինչպես են պարապում եւ զբաղվում։ Ալիքում կա, դա էլ եմ ցուցադրել։ Ժողովուրդ, ունենք նաև մի փոքրիկ ճանապարհորդություններ, որոնք շատ քիչ դիտումներ ունեն իդեպ ասեմ իմանաք, բայց այ որ երբ որ գնում ես խանութից առևտուր ես անում, չգիտես ինչու ժողովրդին դա ավելի հետաքրքիր է։ Քանստե օրինակի համար հենց այդպիսի տեղեր, Միջնադարյան քաղաքն ենք ցույց տվել, գնացինք Պեղուժը ցույց տվեցինք, որտեղ էլի շատ հին պատմական քաղաք է։ Գնացեք դուք նայեք, ժողովուրդ, եթե ուզում եք այդպես վիդեոներ կա։ Մեր ալիքը, այսպես ասեմ, մեր ալիքը բացվել է ընտանեկան ալիք, որտեղ կա եւ խանութ, եւ ճանապարհություն, եւ առիթ, եւ չգիտեմ, ամեն ինչ, այն ինչ որ կա մեր կողքում կատարվում է եւ իհարկե ուտել, պատրաստել ուտելիք, ինչը որ նորմալ է, բոլորս էլ անում են։ Ինչ ուզում ասեմ, մեր ալիքը այդպիսի ալիք է, եթե դուք սիրում եք կոնկրետ ճանապարհություններ, խփում եք путешествия, voyage, հա, ու նայում եք այն ինչ որ ճանապարհություն, այն ինչ որ կապված է ճանապարհության հետ։ Եթե ձեզ խոհարարական է խոհարարական, եթե ձեզ չգիտեմ գիտնական է գիտնականական, վերաբերյալ կենդանիներին ժողովուրդ տարբեր ալիքներ կա։ Մերը ընտանեկան վլոգ է, այն ինչ որ կատարվում է մեր տանը։ Եվ մի բան էլ ասեմ, Եվրոպայում ապրող ժողովուրդը կոնկրետ հայերը նույնպես աշխատում են, որը որ ես հեսա կես ժամից գործի եմ։ Գնում են աշխատանքի գալիս են տուն, որ ունենան հնարավորություն թե տան կահույքը գնեն, թե սնունդը գնեն, հա, թե ճանապարհորդեն, ժողովուրդ, մեր ծառերին, հեսա ուզեք ցույց տամ, մեր ծառերին գումար չի աճում, ներող եղեք սարկազմի համար, բայց մի քիչ ջղայնանում եմ դրա պահով, որտեղ գրում են Եվրոպայի հայերը մենակ է, ժողովուրդ, Եվրոպա լինի թե այլ ուրիշ ինչ-որ կերպ լինի աշխարհի երեսին, մարդիկ աշխատում են, որ ապրեն, աշխատում են, որ առնեն, աշխատում են, որ առնեն ուտեն, հա։ Նես չի որ մենք էստեղ ենք եւ մեզի ձրի բերում են ամեն ինչ տալիս են, ասում են հա գնացեք դուք մենակ ճանապարհորդեք ու այն մարդկանց ովքեր ճանապարհորդություն են ուզում նայեն ապահովեք ճանապարհորդությունով, չի կարելի այդպես ասել։ Դա նորմալ է, որ մենք ցույց ենք տալիս մեր առօրյան, մի քիչ կողքերից թափումը ամենափոքր է վերցրել, ու որի մեջ չկա ամեն օրվա ճանապարհորդություն, ու դա նորմալ է, ու չի էլ լինելու այդպես, որտեղ Արմենն աշխատում է, ես աշխատում եմ, շաբաթը 5 օր ես եմ աշխատում, շաբաթը 5 օր Արմենն աշխատում, ու հավատացեք, ոչ ոքի համար ես ոչինչ ոչ էլ Արմենին չեմ ստիպելու, որ մենք գործից հոգնած գանք, գնանք ինչ-որ մի վայր նկարենք, որ ինչա թե ձեզ գողացնենք, դա չի լինելու։ Իմ ալիքը ոնց որ սկսվել է սկզբից, տենց էլ շարունակվելու է։ Եթե նորից եմ կրկնում, ձեզ ճանապարհություններն է հետաքրքրում, ինչ-որ թանգարաններն է հետաքրքրում, չգիտեմ, ինչ-որ բացահայտումներ է հետաքրքրում, գնում եք այդ ալիքներ ու դիտում եք։ Ես նույնն եմ անում, երբ որ օրինակի համար ինչ-որ տեղ ենք ուզում գնանք ու այդ տեղի մասին կարծիք ենք ուզում կազմենք, մտնում ենք կոնկրետ խփում ենք այդ տեղի մասին ու կարծիք ենք կազմում, բայց չենք մտնում ուրիշի ինչ-որ ալիք ով ունի օրինակ ընտանեկան խոհարարական, գրում ենք ինչի չեք նկարում օրինակի համար լիքը ճանապարհորդություններ, մի քիչ սխալ է դա։ Այնպես որ նորից եմ կրկնում, մի քիչ էլ ձեթ եմ ավելացնելու, եթե դուք ցանկություն ունեք Մաղադանով Պետրուշկա,
նայել այդպիսի ալիքներ, գնացեք նայեք, բայց մի ասեք Եվրոպայի ժողովուրդը նույն ձևի ժողովուրդ է։ Ու տեղը որ կա, ավելի շատ զբաղված, քան թե Հայաստանի հայ ժողովուրդը։ Երեկոյան դուրս գալ, աշխատանքի ուզեցի գնամ, չուզեցի չգնամ, մի խոսքով շատ-շատեր ավելի ազատ են ապրում Հայաստանում, շատ հայ կանայք ավելի ազատ են ապրում, քան թե այստեղ, որտեղ այստեղ հայ կանայք աշխատում են, ի տարբերություն հայ կանանց, որոնք ապրում են Հայաստանում, շատ-շատերը չեն աշխատում, նստում են տունը, իրենց ամուսինները աշխատում են, բերում են։ Այնպես որ այստեղ եթե բոլորը չաշխատեն, այստեղ նորմալ կյանք չես ունենա։ Ինչքան մեծ կա տանը, այդքան է պետք է աշխատի։ Որովհետև այստեղ ամեն ինչ թանկ է սիրելիներս, ինչպես որ Հայաստանում, բան չունեմ ասելու, բայց այստեղ մի քիչ ուրիշ ձև է։ Հասկանում եք, այստեղ օրինակի համար ռեստորանում ծնունդ անելու համար չես կարող գնաս ինչ-որ ծանոթից թափով պարտքով փող վերցնես, կամ չգիտեմ ինչի համար գնաս ինչ-որ մեկից փող վերցնես, լիբը ինչա թե ցույց տաս։ Այստեղ ունես անում ես, չունես չես անում։ Ունենաս կուտես, չես ունենաս սոված կմնաս։ Դրա իսկ պատճառով այստեղ բոլորն էլ աշխատում են ու ոչ մեկ էլ պարապ չի։ Այսպես Հիմա լիմոն, ներող եղեք, որ մի քիչ կարող է կոպիտ եմ խոսում, բայց ամեն դեպքում գիտեք ինչ, պետք է մարդիկ էլ մի քիչ քթացակ ունենան ու գրելուց առաջ մտածեն, որովհետև ուղակի նստելու ասել, հա դե հիմա Եվրոպայի ժողովուրդը եմ, Եվրոպայի ժողովուրդը նույնն են ինչ որ դուք, մի բան էլ ավելի ծանրաբեռնված, հենց որ մի էլ առանց ինչ որ մի բան իմանալու խոսեք, լավ։ Եվ նորից եմ կրկնում, դուր է գալիս նայում եք, դուր չի գալիս թերթում եք էջը գնում եք։ Ես էլ ունեմ լիքը որ վիդեոներ միացնում եմ, ասենք 2 րոպե նայում եմ, այդ տվյալ մարդը իմ համար անհամապատասխան է, թերթում գնում եմ։ Վերջ, էլ չեմ դիտում, բայց ես չեմ գնալու մտնեմ իր ալիք, գրեմ ասեմ ինչի սենց, ինչին են։ Իա, ես ինչ իրավունք ունեմ դրա։ Ահա, մի քիչ սև պղպեղ։ Մի հատ է կոմենտար կա, այս այդ էլ կարդամ ու սալաթս պատրաստ է։ Այս ինչ էմոցիոնալի սալատ հորինելու, բայց մեկ վարկյան սախարն է։ Ահա։ Այս հոմո սալատ հանելու։ Այսի իբրև թե պետք է լիներ Ազա Գևորգյանի պատրաստած սալատը, ժողովուրդ։ Եթե կուզեք գնացեք նայեք կաղամբոր սալատ է պատրաստում։ Որտեղ ռուսական իր ալիք ուներ, եթե չեմ սխալվում, բայց ես հասկացա, որ մերոնք դա չեն ուտի, շատ չոր սալատ է, դա ճաշակի է, եւ որոշեցի պատրաստեմ մեր սալատը։ Այս սալատը նորից չի մեր տան համար։ Մենք այդ սալատը հաճախ ենք պատրաստում, այնպես որ լավ պետք է ճզմեք, որ սոկերը դուրս տա։ Կարող եք բանկայով տոմատ, պամիդոր, հա, լոլիկ կտրատած լցնեք, ավելի սոճնի կլինի։ Հիմա ես կնամ, եթե սոկը պակասեց, զգացի չոր սալատ, հա, կավելացնեմ, ունեմ, եթե չէ, ուրեմն չէ, սոկերը մի նայկել եմ, մի քիչ խոզավարի ալնում, բայց ամանը փոքր է դրա համար։ Ահա, մի քիչ ձեթ եմ անում։ Իմը զեյթունի ձեթ է, դուք որը կուզեք էլ արեք, եթե կպատրաստեք այդ սալատից։ Իսկ հիմա շատ եք այդ սալատը պատրաստում, նորություն չասեցի։ Ուղղակի պատրաստելու ընթացքում կոմենտարիաներին պատասխանեցի, որ պարապ չնստեմ, էլի, ուտելիք սարքեմ մինչև աշխատանքի գնալը, որտեղ հետո 8 ժամի եմ տուն գալու ժողովուրդ։ Այսպես, всё, այսի եղավ, հեսա մի հատ ստեղ արագ սրբեմ ու պատասխանեմ այն մյուս կոմենտարիային։ Դա էլ աղը հեսա ստիգեմ։ Օխ, նստավ փակկավ արդեն, անձի ստրես է։ Ձերնուց չկրը։ Աղա ուզում։ Չեմ, բան չեմ ավելացնի, լավ սոկա դուս տվեմ, հələ ժամանակ էլ ունի ավելի սոկա դուս տա, այնպես որ ոչինչ չենք ավելացնում, սենց թողում ենք, օխ, խոզություն, փնթի գործ, ինչա թե թասիկը չփոխեի ես, զգացիք ինչ արեցի, դուք ոչ բան չեք տեսել, ես ոչ մի փնթիություն չեմ արել, Եսա կգրեմ, հանցի գործ արես, այդ մեկում համաձայն չեմ, ես շատ մաքրասեր եմ, հատկապես խոհանոցում ամեն ինչը միշտ մաքուր է լինում,
ուղղակի այս անգամ մի քիչ sense փնդի ստացվեց։ Ասեք փնդի չեք։ Ժողովուրդ, ով էր ասում, որ իմ կուքնյան թափրկված է։ Հիմա այն մյուս կոմենտարիային անդրադառնանք։ Չգիտեմ քիչ ծուրերը։ Հա, այստեղ Դիանան է գրում, ոնց հասկանում եմ, երևի թե նոր հետևորդ է, որտեղ այդքան լավ չեմ հիշում, որ Դիանա անունով ինչ-որ մի դիտող ինձ ոնց որ հաճախ գրել կամ կարող է նայել եք, բայց չեք գրել, չգիտեմ։ Ինչ վատ եմ ես նկարել։ Ես էլ եմ ապրում արդեն 30, ես էլ եմ Եվրոպայում ապրում արդեն 30 տարի է։ Տղաս այստեղ է ծնվել եւ տղաս 6 տարեկան էր, դպրոց պետք է գնար, որոշեցի, որ տանը մեկ-մեկ ֆրանսերեն խոսենք, որ ավելի վարժ խոսեր դպրոցում։ Նա միանգամից մերժեց ասելով, որ տանը միայն հայերեն է պետք խոսել, իսկ դպրոցում ֆրանսերեն։ Եթե ձգտումը կա, ապա ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել։ Ինքը մանկապարտեզ գնալու առաջին օրը 2 բառ գիտեր ֆրանսերեն, քանի որ միշտ հայերեն էին խոսել, ասեն, որ մենք էլ այդքան շատ հայերով շրջապատված չէինք։ Նայեք, դուք ստեղ գրում եք, նախ ես չեմ ուզում ձեր գրածի մեջ սուտ բռնել, բայց դուք գրում եք 6 տարեկանում երբ դպրոց պետք է գնար, որոշեցինք ֆրանսերեն խոսել, որտեղ ֆրանսերեն չէր խոսում, գրում եք, երբ ինքը մանկապարտեզ գնաց, ընդամենը 2 բառ գիտեր։ Մենք գիտենք շատ լավ, որ Ֆրանսիայում մանկապարտեզ գնում են 3-ից կամ մաքսիմում, չգիտեմ ինչ պետք է լինի, 4 տարեկանից։ Դպրոցը սկսվում է 6 տարեկանից։ Ինքնըստինքյան նա 2 տարի մանկապարտեզ է գնացել, Դիանա ջան։ Ինքնըստինքյան, երբ որ 2 տարի մանկապարտեզ ես գնում, երեխան ուզի թե չուզի, սկսում է շատ վարժ խոսել ֆրանսերեն։ Եթե ընդհանրապես երեխան խոսում է այդ տարիքում, ինչը որ նորմալ է, սկսում է խոսում է, շատ վարժ սկսում է խոսել ֆրանսերեն, ասենք, այստեղ ոչ մեկ հիմար չի ու շատ լավ էդի գիտի։ Իմ երեխաներից մեկն է ընդհանրապես մանկապարտեզ հաճախել, իսկ մեծս եւ միջներս, Նանիկը եւ Սամոն, երբ որ իսկապես գնացել են այստեղ դպրոց, Նանիկը 7 տարեկան էր, Սամոն 6 տարեկան էր, իրանք իրոք չգիտեին նույնիսկ 1 բառ ֆրանսերեն եւ 0-ից այդ երեխաները սովորել են խոսել։ Իմ երեխաները նույնպես հայերեն են խոսում, երբ որ տանն են, մեզ հետ են, ակցենտով են խոսում, ինչը որ լիլերիվ նորմալ է, ինչը որ հասկանալի է adekvat մարդու կողմից, որ երեխան ապրելով ուրիշ երկրում եւ շփվելով դպրոց գնալով, ինստիտուտ գնալով, հիմնականում խոսում է օտար լեզվով, ակցենտը ուզի չուզի լինելու է, ուզենք թե չուզենք։ Այնպես որ այնպես չի, որ իմ երեխաները ավելի վատ են խոսում, քան թե ձեր տղան, ես վստահ եմ, որ եթե մրցեն, միգուցե մեր երեխեք ավելի լավ խոսեն։ Ինչ վերաբերվում է, որ դուք որոշել եք, որ տանը ֆրանսերեն խոսակ, որ ինքը ավելի շատ ֆրանսերեն խոսա, այ դա օրինակ ես չեմ ընդունում։ Մենք երբեք չենք տենց որոշում կայացրել, որ տանը պետք է խոսենք ֆրանսերեն, որ մեր երեխաները ավելի շատ բառ իմանան ֆրանսերեն խոսան։ Տանը մենք միմիայն խոսացել ենք հայերեն լեզվով, որը շարունակվում է մինչ այսօր։ Իհարկե լինում են, որ ինչ-որ մի թեմա են խոսում, մեջ ֆրանսերեն բառ գցենք, կամ ինչ-որ մի նախադասությունը ֆրանսերենով ասենք, բայց դա չի փոխում այն, որ իմ երեխաները շատ լավ խոսում են հայերեն եւ շատ լավ հասկանում են հայերեն։ Բացի դրանից խոսում են անգլերեն, բացի դրանից խոսում են իսպաներեն, բացի դրանից էլ քիչ գիտեն գերմաներեն։ Այնպես որ դա գլուխ գովելու բան չի, որ ձեր երեխան 6 տարեկանում երբ որ գնացել է դպրոց, ինքը ընդամենը 2 բառ գիտեր եւ մանկապարտեզ գնալուց էլ ընդամենը 2 բառ գիտեր։ Սա այսպես, եւ երկրորդն էլ ամեն ընտանիք, ամեն երեխա, ամեն մարդ տեսակ իր մեկը մյուսից տարբերվում է, մենք ֆոտոկոպիա չենք, քսերոկոպիա չենք, մեզի չեն տպել հանել, որ բոլորս լինենք ռոբոտի պես մի տեսակ, մեկը ավելի գիտի, մեկը մի քիչ պակաս գիտի, մեկը ավելի լավ մարդ է, մեկը մի քիչ ավելի վատ մարդ է, մեկը հումորով է, մեկը առանց հումոր է, եւ բերել օրինակ ձեր տղային, որին մենք չենք ճանաչում եւ չենք տեսնում, փաստացի
Դուք կարող եք ամեն ինչ ասել, ներող եղեք, բայց ձեր ասելը մի քիչ չի համապատասխանում։ Հիմա 6 տարեկանում 2 բառ գիտեր ընդամենը ֆրանսերեն, թե մանկապարտեզ գնալուց ընդամենը 2 բառ գիտեր։ Այ դա է հարցը։ Իսկ իմ երեխաները իրոք այդպես է եղել, ու ես կարող եմ նույնիսկ ձեզ ապացուցել։ Մենք Ֆրանսիայում հայտնվել ենք, դա եղել է փետրվար ամսին, չէ, կներեք, մարտ ամսին, մարտի 8-ին նույնիսկ, իսկ իմ երեխաները գնալով դպրոց մնացել են 0 բառ։ Այնպես որ երբ որ ինչ-որ մեկի նկատողություն եք անում, միաձեր գրացին, նայեք, տեսեք ճիշտ է գրել, ընդամենը այդքանը։ Այսպես, այսօր մի քիչ վիդեոն կարող է մի քիչ կոպիտ ստացվեց, կարող է մի քիչ այսպես այնպես ստացվեց, բայց ուզում եմ նորից կրկնել, ժողովուրդ, եղեք բարի, մեկը մյուսից սիրեք, աջակցեք, օգնեք, ինչով կարող եք, երբեք մարդուն մի նեղացրեք, երբեք ձեզի ավելի բարձր մի դատեք մյուսից, որովհետև մենք բոլորս էլ այս աշխարհի երեսին հավասար ենք։ Երկնքի տակ ենք, գետնի վրա քայլում ենք։ Ոչ մեկս էլ ոչ մեկիցս առավել չի ունենա գիտելիքներով կարող ենք լինել առավել, բայց մարդ տեսակով ինձ թվում է, որ պետք է լինենք հենց դա մարդ մեծատարով եւ ձգտենք միշտ օգնենք մեր կողակցին, մեր մոտիկին, մեր հարազատին, մեր գործընկերոջը, չգիտեմ, ով ունի մեր կարիքը։ Մեկ վայրկյան կոպտետը նայեմ։ Եվս մի 10 րոպե ու արդեն պատրաստ կլինի։ Ինչ ուզում ասեի, խոսալով թե բարի եւ աջակցող լինելու մասին, ժողովուրդ, երեք մեր մոտ խայտարակ սելավ էր, սելավ բառից բուն իմաստով, ասեն շփում էր այն աստիճան, որ Արմենն ասում էր ճանապարհին ավտոները նույնիսկ կանգ են առել, որտեղ անհնար էր քշել է։ Մեր աշխատողներից մեկը բարձրացավ վերև, որ հանգստանա սուրճ խմի, մի 2-3 րոպե հետո զանգ է գալի հեռախոսից, վերցնում եմ, ասում եմ ինչ ա եղել, ասում է սղացել ընկել է։ Պարզվում է մաքրություն անողը սրբել է, հատակը թաց է եղել եւ նա չի նկատել, ու շատ ուժեղ սղացել ընկել է, ասենք ելել է ուտ ու ընկել է ներքև։ Բարձրացա արագ, շատ արագ վերև լացում էր խեղճաղջիկը, իհարկե հանգստացրեցի, սալույց բերեցի, դրեցի այն կողքի վրա, որտեղ որ ընկել էր, մի խոսքով ամեն ձևով աջակցեցի եւ իհարկե ասեցի, եթե ուզում ես, կարող են քեզ կամ շտապօգնություն զանգել, գա քեզ տանի, կամ ինչ-որ մեկ քո հարազատից զանգի, թող գա քեզ տուն տանի։ Իհարկե այնպես ստացվեց, որ զանգեց կարծեմ սկեսուր մայրիկին, նա չպատասխանեց, թե ասեց չի կարող, չէ, պատասխանեց, ասեց չի կարող գալ, ամուսինը գործի էր իհարկե չզանգեց ամուսնուն, ասենք նա հարազատ մարդիկ են, բայց տեղը որ գա, նա մնաց կոպիտ ասած իր գործընկերների հույսին, հա, ասեցի լսի, արի մենք քեզ տանենք տուն, մեր ուրիշ աշխատողի հետ, արի մենք քեզ տանենք տուն, ոնց որ դու արդեն այնտեղ կորոշես օրվա ընթացքում ուզում ես գնաս հիվանդանոց, եթե չանցավ կողքից ցավը, կամ ոնց արդեն կուզենաս։ Մի խոսքով նստացրեցի ավտոն, իրար հետ գնացինք, ճանապարհեցի մինչև տուն, ասենք այնպես էր, որ ավտոն որտեղից որ կանգնեց մինչև իր ապագեստ, ինչքան ասեմ, մոտավորապես մի 100 մետրից ավել էր, իրոք, բավականին հեռու էր գլխավոր մուտքը մինչև իր ապագեստը ու այդ սելավի տակ, պատկերացրեք ինձ սելավը։ Ես մտածելով, որ հենց մուտքը մի անգամից կլինի դեպի իր ոնց որ գլխավոր մուտք, չէի իմանում թե որտեղ ապրում։ Այնպես ստացվեց, որ չէ, ահագին հեռու է, ինձ ասեց թող ես կոպիտ ասած թոփալ կգնամ, ասեցի չէ, այսքան վերև հասցրել եմ, մինչև դուռը պետք է հասցնեմ։ Մտելա թևս դանդաղ քայլելով հասցրել եմ վերև, ես լրիվ ամբողջությամբ թրջված, լղկված, չեմ նայել ոչ անձրևին, ոչ որ ասենք ինքը իմ հարազատը չի, բայց ինքը ուներ իմ կարիք հետ, բայց ես իրա մինչև հասցրել եմ իր դրան դեմը, նոր հետ եմ վերադարձել գործի, իհարկե շնորհակալությունները ասեց, չհաշված գործի տեղը մի ժամուկես հետո զանգել եմ ոնց ես, ինչ կա, պետք է ինչ-որ մի բան, պետք չի, ժողովուրդ 100 անգամ շնորհակալություն հայտնեց, ասում եմ մերսի շատ սերին, ասում եմ որ այդքան բան արեցի, ասում եմ ես որ ընկնեի դու իմ համար նույնը չէի անի, ասում եմ կանեի, հասկանում եք, ասենք զուտ մարդկային վերաբերմունք, եթե դու կարող ես լինի քո ընկերը, բարեկամը, ծանոթը, նույնիսկ անծանոթը, եթե դու կարող ես այդ բանը ձեռք մեկնել, դու չես մտածում, որ սենցա կամ նենցա։ Դա ժողովուրդ, դրա համար ասում, եղեք բարի, մեկս մյուսիս եկեք սիրենք, հարգենք, մեկս կարող է լավ խոսա, մեկս կարող է վատ խոսա, մեկս լավ գրի, մեկս վատ գրի։ Օրինակ ես որ գրում եմ հայերեն, ես հպարտանում եմ, որովհետև նույնիսկ տարասխալներով ես գրում եմ, բայց իմ կրթությունը հայկական չի, իմ կրթությունը ռուսական է, ես Ռուսաստանում եմ ապրել, մեծացել,
կրթվել, դպրոցը ավարտել, ես հայկական դպրոց գնացած չկամ, բայց ես խոսում եմ վարժ հայերեն, չնայած սաղ կյանքս հիմնական ապրել եմ Ռուսաստան, մի քիչ Հայաստան ու նորից Ֆրանսիա, բայց ես խոսում եմ, ձևեր չեմ թափում, բառեր չեմ գցում ֆրանսիական, նույնիսկ մեկ որ գլխիս մեջ գալիս է ինչ-որ ֆրանսիական բառ, շատ վաղ ուղում եմ ինձ արագ գլխիս մեջ, որ հանկարծ չստացվի ինձ, որ ես ձեզ ֆրանսիական բառ ասեմ, որտեղ ամեն դեպքում ես ձեր հետ հայերեն լեզվով եմ շփվում։ Լավ եղեք, բարի եղեք եւ մնացեք իմ ալիքում։ Եթե վատն եք, եթե չարն եք, եթե ձեզ դուր չի գալիս, իմ համար այդ մարդիկ չար են, երբ որ գրում են վատ կոմենտարը։ Չեմ ասում ինձ սիրեք, բայց երբ որ մարդը չի վերաբերվում մենակ յուրաքանչյուր կոմենտարը, յուրաքանչյուր հոլովակի տակ անկախ նայած իմ համար է, թե իմ համար չի։ Եթե դուք չեք զլանում ու նեղացնում եք, կոպտում եք, չար կոմենտար եք գրում, համեմատականով, որ իբրև թե դուք ավելի լավն եք, քան թե մեկ ուրիշը, դուք չար մարդ եք։ Ներող եղեք, բայց այդպես է։ Ես այդպես եմ կարծում։ Հիմա մի հատ կոտլետը նայեմ ու ինձ մնաց ընդամենը 10 րոպե, որ ես դուրս գամ, հա։ Անժոր կոտլետները պատրաստ է։ Այսպես լավ կարմիր, կարագի մեջ թաթախված, ասենք մի քիչ էլ տակը կա հեսա։ Թաթախեմ մեջը, որ էլ ավելի լինի համեղ, թիթեղ։ Եվ այսքանով վլոգս ավարտեմ, ներող եղեք, որ մի քիչ կոպիտ խոսացի, ներող եղեք այսքանի օրվա կոմենտարյաների պահով մի քիչ երկար բարակ խոսելու, բայց պահ է գալիս, որ զգում եմ, որ ինչ-որ անիմաստ բաներ ա լինում եւ փորձում եմ ձեր միջոցով ձեզ հետ կիսվել, այն ինչ-որ կարծում եմ, այն ինչ-որ մտածում եմ, իսկ հիմա այդ ձևով դուք ինձ էլ եք ճանաչում, հա, որովհետեւ զուտ մենակ ինչ-որ բաներ ցույց տալով միգուցե դուք իրական մարդուն չկարողանաք ճանաչել, բայց երբ որ մարդը ասվում է իր կարծիքով իր աուդիտորիայի հետ, այդ աուդիտորիան ունի հնարավորություն հասկանալու այդ մարդու մտածելակերպը։ Ես իրավունք ունեմ իմ կարծիքը հայտնելու իմ ալիքում, որտեղ դա իմ ալիքն է։ Մեկ ուրիշի ներող եղեք, անջատվեց, հա, ինչ ուզում ասել, ես կարող եմ սիրել, նայեմ, կարող եմ չսիրեմ եւ չնայեմ, բայց գալ ու հրամայել, ասել այսպես է կամ այնպես է, ես դրա իրավունքը չունեմ եւ դուք էլ չունեք։ Իսկ իմ կոտլետները պատրաստ են։ Նայեք նա դες գեղեցկությանը։ Եվ իհարկե կարելի է համտեսել, բայց քանի որ շատ տաք են, մենք չենք համտեսում հիմա, եք այդքան ձերքս չգործեց, և իհարկե խորհուրդ եմ տալիս, երբ որ նոր է տաք, միշտ փաթաթեք ֆոլգայով, այսպես իրանք ավելի հյութեր են ստացվում։ Եկեք սալատներ ցույց տամ։ Ինչ սիրուն գույները և իհարկե աղջիկներին ասեմ, որ մի պլատ մի բան կսարքեն հետը, երեկոյան բոլորս կհավաքենք և ուտենք այս համերությունը։ Այսպես հուսով եմ շատ ձեր գլուխը չտարա, հուսով եմ չձանձրացրեցի, ներող եղեք ևս մեկ անգամ ավել պակաս, բոլորից սիրում եմ, ով ինձ է սիրում և պաչիկ եմ անում։